Անվարչապետ երկու հարց արագ, մեկը մեր հանրությանը վերաբերող մյուսը միջազգային կոնտեքստից դուք դժվար տեսածին եք, մենք քաղաքացիներս երբեմն տեսնում ենք բակերում, դպրոցների մոտ մարդիկ ինքնամոռաց ինչ-որ բան են փնտրում տարբեր հատվածներում, որպես կանոն նրանք փնտրում են թմրամիջոցներ, այդ թմրամիջոցները տարածվում են Telegram-ի միջոցով ու տարբեր աղբյուրների, տարածման ֆինանսավորումը բիթքոյնի միջոցով է ու սա շատ դժվար է բացահայտել 2018-ից սկսած վիճակագրությունը ցույց է տալիս, ես մինչև 2024 թվեր ունեմ, որ 158%-ով աճ է արձանագրվել, հասկանում եմ Telegram եւ մյուս համակարգերը, նախորդ տարի դուք ընդունեցիք ռազմավարություն ու այս առումով պայքարում եք, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ արդյունքներ ունենք այս մասով, ունենք արդյոք դրական տեղաշարժ, ինչ ունենք Telegram-ի մասով, որտեղ Telegram-ը շատ փակ է ու չի թողնում, որ ինֆորմացիան դուրս գա ու ձեր գնահատականը իրավաբանների գործողությանը։ Երկրորդ հարցը միջազգային Եվրոպայի խորհրդարանում ձեր ելույթի ժամանակ նշեցիք, որ Հայաստանի ԵՄ-ի մեծացման ճանապարհին այս պայն ամենալուրջ խոչընդոտը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև ծառայված քաղաքական երկխոսությունն է եւ հույս հայտնեցիք, որ այդ գործընթացը կվերադառնա կառուցողական հունգ։ Արդյոք այս հայտարարությունը փոխկապակցված է ձեր վերջին Թբիլիսյան այցի հետ, վրացական կողմից եղել է խնդրամ կամ հորդոր այս խնդիրը բարձրացնել եվրոպացի գործընկերների մոտ։ Վրացական կողմից խնդրան կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից մենք ընդհանուր օրակարգեր ունենք եւ այդ օրակարգերի շուրջ աշխատում ենք եւ իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետեւ կարծում եմ, որովհետեւ իսկապես մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա Եվրոպական միության եւ Վրաստանի հարաբերություններում եւ դա մեզ անհանգստացնում է։ Ինչ վերաբերում է, տեսեք, դուք ասում եք 158% աճ է տեղի ունեցել, պետք է արձանագրել, ինչի 158% աճ է արձանագրվել։ Արձանագրվել է բացահայտումների 158% աճ, որտեղ եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա։ Եվ դա ընդհանուր առմամբ խնդրեմ է, դուք տեղյակ եք, որ մենք նաև անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներով անդրադարձել եւ ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք եւ մենք անդադ խոսում ենք դրա մասին, բայց պետք է այդել արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է, այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում, բայց մյուս կողմից դա մեզ չի հանգստացնում կամ մեզ չի թույլատրում, մենք պետք է հետևականորեն դրա դեմ պայքարենք։ Եվ ուզում եմ ասեմ, օրինակ, դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա եւ իհարկե իմ ընկալումը նաեւ այն է, ես ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ եւ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան է ելնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշազպար կլինի մեր իրավապահ համակարգը, մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին։ Իրավապահները չեն տալիս հաղորդագրություններ։ Մեկ տոննա կոկայինով ես գիտեմ, որ գործ ուղարկվում է դատարան եւ դե մեկը բանն է, մեկը Հայաստանի փրկիչ Միհրան Պողոսյանն է, որ հետախուզման մեջ է։ Թողել է իր կոկայինին տիրություն անի, հետո կտեսնենք Հայաստանին ոնց է տիրություն անի։